Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրվա ծրագիրն է։ Western Armenia շաբաթ հաթերթին 89-րդ համարն այդուց եկալ։ Արևմտյան Հայաստան Հանրապետության ազգային ժողովի նախագահը խոսալ պատմական արդարության ու ինքնիշխանության մասին։ Փաստորեն կուճիր Արցախը են պատնալար վերը պահելիսայել համ Հայաստանը, համ էլ աշխարհը այս հատվածը ողբերգությունները Նարեգալստյան։ UCL-ում հայոց լքյալ գույքերի մասին ծրագիրը ներկայացվել հանրությանը Թաներ Աքչամի ու Սահիդ Չետինօղլուի ամբողջական ելույթներն։ Հայրական ժառանգություն, փոխանցում հանուն հիշողության, մեր խաչը մունք ենք մենակ կրում։ Անհետ կորածների հարազատն են կառավարության շենքին կողքինն։ Հայ մշակութային ժառանգության պաշտպանության կոչ միջազգային հանրությանը էթվում ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Western Armenia շաբաթ հաթերթին 89-րդ համարն այդուց եկալ ու հասանելի է ընթերցողների ներկայացնել վարդի թեմաներով հագեցած բովանդակություն վերը շոշափում ազգային մշակութային ու քաղաքական հրատապ հարցեր։ Թեզահամարին առանցքում Արևմտյան Հայաստան ազգային ժողովի 18-րդ հերթական նիստը վերստույնը ամբողջությամբ նվիրված է մայիսյան հիշարժան իրադարձություններին ու ազգային դիմադրության ոգուն։ Նստաշրջանի վաղտը ներկայացվան ապրող պատմության ու ժառանգության վերածնման ուղիներն ազգ պետության իրավական հիմքերի շուրջ կարևոր քննարկումներով։ Հատուկ ուշադրության արժանանում նաև Բաքվից տեղահանված հայրենի հետ կազմակերպված հանդիպումը Արևմտյան Հայաստան-Երևանյան առաքելության տարածքում։ Այս հանդիպումը թեզավակայությունը նրա մասին վերհայության միասնականության ու համերաշխության ոգին հաղթարումա սաղ սահմանեն ու ցնցումն են։ Թերթումը տեղնճարա նաև Վանի լճի ջրերում տեղ ունեցող տարօրինակ պայքարի վերլուծությունը կապված ճայրի ու տարեխների գոյատևման խնդիրներին հետ։ Բնապահպանական այս թեման մատուցում է հմուտ վերլուծությամբ ընդգծելա բնության ու մարդու կապի խաթարումը մեր պատմական լանդշաֆտում։ Իսկ Շուշիի վերաբերյալ ներկայացված նյութը խոր վերլուծությամբ շոշափում է քաղաքին իսլամացման գործընթացը, տրապատմաքաղաքական պատճառներն ու հետևանքներն հատկապես Արևմտյան Հայաստանը տեսանկյունան։ Western Armenia շաբաթ հաթերթը շարունակում է հասանելի մնալ հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն ու անգլերեն լեզուներով։ Թերթի բազմալեզու ձևաչափը կոչված է ապահովելի հայկական հարցի միջազգային տեսանելիությունը ու կարդողների լայն շրջանակի իրազեկվածությունը։ Շաբաթ հաթերթի թեզահամարը կարի կարդիք Western Armenia TV-ին սայտումը։ 2025 թվականի հունիսի 15-ին Արևմտյան Հայաստան Հանրապետության ազգային ժողովի երրորդ գումարման 4-րդ նստաշրջանի նիստն է իլել։ Նիստը պետք է արալ ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանը։ Իրան ելույթում Նելի Հարությունյանը ընդգծալ է նիստին խորհրդանշական բնույթը, նշել ավեր հպարտությունով է առաջնորդում մի ժողով վերը գործանում պատմական արդարության վերականգնման ու պետականության պնդացման ուղղությունով։ Ինքը նաև շնորհակալություն է հայտնել Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահ Տիկին Լիդիա Մարկոսյանին ու ազգային խորհրդի նախագահ պարոն Արմինակ Աբրահամյանին, նշել իրենց նվիրվածության կարևորությունը։ Նելի Հարությունյանը կոչ արալ նիստին վաղ կայացնել արդյունավետ որոշումներ իշահ Արևմտյան Հայաստանը ներկայու ապագայի։ Քաղաքագետ պատմական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանը Facebook-յան էջը կիրում է։ Այս նկարն ընկալում Իրանը Քեմրան քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի ծննդավայրումը, Սպիտակ տապանաքայրը հենց նրանն է։ Հիշեցնեմ վեր Մեհենգվա Իրանի ամենախարիզմատիկ զինվորականը զոհվել 2020-ի սկզբին Իրաք։ Իրան սպանությունը մի քանի ամիս հետո աշխարհի հիմնական խաղացողների համաձայնությունով, իսկ շատերի դեպքում օգնությունով սկսվել է Արցախի օկուպացիայի սկիզբը, վերը Իրան ողբերգական ավարտին հասալ արդեն 2023-ին։ Քինալավ արդեն համոզում են վերես երկու ծրագրերը Սոլեյմանի սպանությունը ու Արցախի անկումը ունեին կապ թեկուզ եւ ոչ ուղղակի։ Սա տարածաշրջանում գլոբալ ավերների սկիզբն այլ փաստորեն կուճիր Արցախը են պատնալալ վերը պահելիսայել ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի այս հատվածը ողբերգությունները պատը ընկալա դրանից հետո սկսվել է այն ինչի մասին ականատեսնքինում սոր։ Ցավոք Իրանը հասկացալ չի վեր Արաքսա այն կողմը գտնվող կուճիր Արցախը նաև Իրան անվտանգությունն էլ ապահովելիս ողջունալա օկուպացիան մենք ինքնակաղնած կատաստրոֆի ռճի հուսանք հաղթահարելու է, որտեղ դրա հակառակը մզետի կարել կործանարարինի։ Հունիսի 16-ին UCL-ային խոստում հայկական ուսումնասիրությունների կենտրոնը թորք պատմաբան Թաներ Աքչամն Սահիդ Չետինօղլու ներկայացրան թեզը նախագիծ վերը բացահայտում է հունցա-թուրքական իշխանությունը կազմակերպված ձևով ծախալ ու յուրացրալ հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհ տարածքների լքյալ գույքը։ Ծրագիրը ներառում է 1920-ից 30-ականներին թուրքական թերթերում հրապարակված հայտարարություններին հավաքածուն շուրջ 34 քաղաքներ, այստեղ պետական հաստատությունն աճուրդի միջոցով ծախալն հայերին պատկանող գույքը։ Ուսումնասիրության նպատակը թալանի մեխանիզմի բացահայտումն է։ Թաներ Աքչամը շեշտալավ էր ցեղասպանությունը ուղեկցվել է զանգվածային կողոպուտով, իսկ Սահիդ Չետինօղլու նշալավ էր շատ փաստաթղթերի հասանելիությունը դժվարացվել է կամ արգելվել է։ Հետազոտությունը մենք հասանելի է նաև առցանց թուրքերեն ու անգլերեն լեզուներով։
Ֆոտոյում Արևմտյան Հայաստան հերյուրան տղեն ինչ-որ թուղթ է փոխանցում, թա ինչ փաստաթուղթ է հալամ հայտնի չի, բայց այս խորհրդանշական պահը մեզ տանում է բիդախորը պատմական հիշողություն։ Հնարավոր է վեր տա ընտանեկան սրբությունը, կարող է դաժե նամակա, հողամասի, փաստաթուղթ, մկրտության վկայական կամ սերնդեսերն փոխանցվող արժեք։ Այս տեսարանը համ ընտանեկան պահ է, համ էլ հստակ խորհրդանիշ հայ ինքնության շարունակականության փոխանցման հիշողության պահպանման։ Սա մեզ հիշեցնում է վեր Արևմտյան Հայաստանում հայ ոգին հալեմ ապրում է տան արմատի հիշողության ու ժառանգության միջոցով։ 2023 սեպտեմբերի 19-ը տրալա համ ողբերգություն, համ էլ պետական դավաճանության խորհրդանիշ։ Արցախը մնացալա առանց հող, սյայս ու պաշտպանություն սեփական իշխանության թողտվությունով։ Հեռահաղորդակցության սրահում իրանցի տղամարդու հարազատների հետ կապի անհաջող փորձը ինձ վերադարձրալ Ստեփանակերտ։ Այն սեպտեմբերի օրը վեր Արցախը լրիվությամբ կտրվալա աշխարհը։ Այն օրը վեր վեշմինը կրեցալ չի հուսադրե, որովհետև կապ չլալ ոչ միայն տեխնիկապես, այլ նաև հոգեպես ու պետականորեն։ Սորվեր տստում այլ ժողովրդներին ցավը հասկանում իրանց, բայց մի տարբերություն կա։ Իրանց ողբերգությունը բխում չի պետական դավաճանությունա։ Մզանա հայրենիքը խլվել է մեր իշխանությունների գործակցությունով։ Խաղաղություն կարել չի ինի ընդեղ շտեղ պահանջվում է հրաժարվել ինքնությունա։ Լռությունը վերը պարտադրվել է մեզ ամենուր խախտում է։ Այդ կապը պետության, վստահության ու ժողովրդի միջև մինչ օրս վերականգնվել չի։ Բայց ես ետում տրնալան իմ տոնս, ընդեղ ինձ սպասում են։ Անհետ կորած զինծառայողներին հարազատեն կառավարության շենքին կողքինն։ Պահանջը մնք Նիկոլ Փաշինյանը պատասխան տա թախեյա ըզադալ ԱԱԾ տնօրենին։ Ինքը միակն այլ վեր մերրչին տորնոպեցնելիս այլ մեր հարցերին պատասխան տալիս։ Աբազյանը աշխատում էր։ Լրագրողների ներձյուրիցում ասալա ակցիա մասնակիցներան մինը։ Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման մասին նիդերլանդական օրագիրը հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը պաշտոնական նամակ ընկարկալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու այլ միջազգային կառույցներին բողոքելով Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի համակարգված յուրացման ոչնչացման դեմ։ Նամակում ընդգծվում մի քանի ոլորտներում հայտնաբերված դեպքերը։ Կուխնի, հայկական դոլմա նախաշը, լավաշը ներկայացվում որպես ադրբեջանական, չնայած պատմական ու ակադեմիական աղբյուրներ դրանք հստակ վերագրում են հայկական խոհանոցին։ Մուզիկա, ԴԴԿ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված հայկական երաժշտական գործիք Բաքուն փորձում է վերագրել Իրան։ Ճարտարապետությունը Նախճեվանա-Խաչքարերի զանգվածային ոչնչացումը Արցախի եկեղեցիների ալբանական ներկայացումի հեճուկս ակնհայտ հայկական ցակման փաստերի։ Պատմություն փորձում են հայկական մշակույթը ներկայացնել որպես ադրբեջանական պետության նախադրյալ։ Նամակում վկայակոչվում են ICOMOS-ի զեկույցներն, արբանյակային տվյալներն ու միջազգային գիտնականների գործերը։ Շեշտվում է որ Ադրբեջանի գործողությունները պիտի դիտարկվին որպես մշակութային իրավունքների խախտում ու ժառանգության դեմ հարձակում։ Նամակը ղարկվելու է ՅՈՒՆԵՍԿՕ, ICOMOS, Եվրոպական խորհուրդ ու ՄԱԿ-ի մշակութային իրավունքների զեկուցող։ Սիրելի հայրենակիցներ, սրվայտ այսքան ենք պատրաստած, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։